Վարդան Վարդանյան, իմ լսողներից մեկը խնդրել էր արդեն մի քանի շաբաթ առաջ մի քիչ immigration-ի մասին ինչ նորություններ կան, ինչ է կատարվում, green card-երի հետ կապված եւ այլն։ Այսօր որոշեցի մի փոքր դրա մասին խոսամ, փոքր հաղորդում անեմ դրա մասին, որ ընդհանուր պատկեր տամ, թե որտեղ է գտնվում այսօր ամերիկյան ասենք policy-ները կամ օրենսդրությունը immigration-ի հարցերով։ Բոլորը տեսել եք, որ Թրամփը իհարկե շատ խստացրել է ամեն ինչը եւ այլն եւ նույնիսկ հունվարին, երբ որ նոր ինքը եկավ իր երկրորդ ուրեմն պրեզիդենտական շրջանը, միանգամից ուրեմն պրեզիդենտական հրամաններ արձակեց խստացնելու համար այդ ամբողջ process-ները ավելի լավ պետք է քննվեն, ավելի ուշադիր պետք է նայել թե ով է դիմում, ինչ տեսակ մարդիկ են սրանք եւ այլն, այս բանը արդեն པարզ է, այդքան բոլորին ոչ մի նորություն չկա երևի, էլ չեմ ասում նրա մասին, որ սկսեցին շատ մարդկանց ուղղակի բռնել ու երկրից արտաքսել, հա, այդ էլ գիտենք արդեն, դա առանձին թեմա է, դրա մասին չեմ ուզում անդրադառնամ, ասեմ, որ հսկայական թվերը դեռ շարունակվում են եւ արդեն նպատակը հիշում եք ասացի, որ այդ Ստիվեն Միլլերը տոկնականը ուրեմն դրել, որ 1 միլիոն մարդ պետք է երկրից դուրս անենք եւ այլն։ Այդ տեմպերը չեն դանդաղում եւ այլն։ Նոր մարդիկ են անդադ վարձում, հենց որովհետեւ աշխատող չկա, այսպես ասած, եւ այս special agent-ները վարձում եւ այնտեղ Border Patrol մարդա վարձում գործի եւ նաեւ CIS այդ գործերն անում։ Զարմանալիորեն իմիգրացիոն դատավորների թիվն են պակասեցրել։ Դատավորները այդ իմիգրացիոն, որոնք աշխատում են ոչ թե դատական համակարգի համար, այլ ուրեմն պրեզիդենտին են ենթարկում, իրենց գործը հենել են, որ երբ որ մեկը իմիգրացիոն հարցեր են առաջանում, կամ դիմում է գրել եւ պետքա կամ ապաստարան է խնդրում, ուրեմն refugee status-ի այլ պետքա դատավորը լսի եւ իր որոշումը կայացնի։ Եվ միշտ խնդրեմ էր, որտեղ բավական դատավորներ չկային, ամեն մի դատավորի հարյուրներով кейսեր ուներ, որ պետք էր ինքը հասցներ, ուրեմն պետք էր ենթադրել, որ պետք է ավելի շատ դատավորներ վարձես, որ արագ кейսերը նայեն, բայց ինքը ասում է, որ кейսերը մի նայեք, երկրից դուրս անեք իրանց ու վերջացավ գնաց, հա, այդ մոտեցումն է այսօրվա դրությամբ։ Երկրորդ բանը, որ պետք է նշել հիմնականում, դա է, որ շատացրել են CIS-ում, որը Citizenship and Immigration Service-ները, նախկին INS ասենք, մարդկանց, որոնց գործն է հենց ավելի մանրամասն եւ մանրակրկիտ, ասենք, քննեն բոլոր վիզայի application-ները, այսինքն լինի դա տուրիստ վիզա, թե լինի դա բիզնեսի վիզա, լինի թե ուսանողական եւ այլն, հա, այսինքն երկարատևելու դա։ Մակվանից ասեմ, որ եթե մի բան տևում էր, ինչ որ ասենք, թե շաբաթներ, հիմա կարող է տևի ամիսներ։ Այդ պետք է այդ բանը պատրաստ լինել դիմողների համար եմ ասում, բայց հիմնականում նայում են, թե եթե քրեական անցյալ կա, թե չկա, կամ նախկինում երկրից արդեն արտաքսել են իրեն մի անգամ, թե չէ, դա իհարկե շատ վատ բան է, եթե մի անգամ հանել են, երկրորդ անգամ է սեկել, ապօրինի ձևով եւ բռնում են, դա արդեն administrative case-ից դառնում է քրեական գործ։ Եվ այսպիսի բաներ իհարկե ուշադրություն դարձնում հատկապես որոշ երկրների ցեկացների դեմ, ուրեմն արդեն գիտեք, որ այնտեղ որոշ այսպես կոչված Թրամփի համար անընդունելի երկրների մի ամբողջ ցուցակ կար։ Բարեբախտաբար ասեմ, որ Հայաստանը այդ ցուցակի մեջ չընկավ, հիմնականում այնտեղ իսլամական պետություններ էին եւ որոնք ասենք որոշ պատմություն ունեն հակաամերիկյան, ասենք, տրամադրություններ եւ այլն։ 19 այդպիսի երկիր ընկավ այդ ցուցակի մեջ, որի մեջ Հայաստան չկար, բարգասում։ Biometric ուրեմն ինֆորմացիա են համակում, biometric-ը որն է, այսինքն քո մատնահետն են վերցնում կամ քո չգիտեմ այնտեղ աչ նկարն են վերցնում եւ այլն։ Ասեմ, որ այդ ծրագիրը կար իդեպ առաջ եթե հիշում եք Ամերիկա մտնելուց մատնահետ կային տալիս եւ նկարվում էին։ Հիմա այդ այն օդանավակայաններում, որտեղ արդեն այս նոր ուրեմն տեխնոլոգիան կա, այդ չեն անում արդեն, իրենք նկարով են քեզ մի անգամից որոշում, հա, որոշ տեղեր նույնիսկ ավելի հեշտացնում են, օրինակի համար նրանք, որոնք global entry ունեն, այսինքն կոչվում է Trusted Traveler Program, հա, որ դու դիմում ես, $100 ինչը 5 տարվա համար տալիս ես,
Եվ ամեն անգամ երկիր մտնելուց չես անցնում այդ պասպորտ կոնտրոլով, այնտեղ գրում ես մի հատ մեքենայի առաջ նայմակո վրա, այդ մեքենաներն էլ այսպես կոչված կիոսկ էին ասում դրանց անգլերենով բաներ առաջին հերթին դրեցին Վաշինգտոնի օդանավակայանում որպես pilot program արեցին այն ժամանակ պետքա պասպորտը դնեիր հետո մատնահետքերը տայիր հետը նկարվեիր 3 ձևով քեզ ստուգում էին հա հետո կամաց պակասեց էլ մատնահետքերը պետք չէր մենակ պասպորտը հետո պասպորտն հիմա պետք չի գալիս ես կանգնում ես քեզ նայում ասում գնա Եվ սկի քեզ այլևս այդ ոնց ասում են ստացական չի տալիս կամ մի թղթի կտոր որ առաջ պետք է ստանում էիր ու հանձնում էիր Customs and Border Protection-ի officer-ին, որ այնտեղ կանգնած էր։ Հիմա դա էլ չես անում, անցնում ես միանգամից, որ շատ լավ պրոգրամ է իմ կարծիքով, շատ արագացնում խնդիրները եւ նույնիսկ ասեմ, որ այդ ծրագիրը, որ դե նաեւ TSA check-ն էլ մեջն է մտնում, դա եթե global entry ունես, առանց ավելի քիչ են ստուգում TSA-ը օդանավ գնալուց, դե գիտեք ամերիկացիները Միջև հիմա բան չէին անում, պասպորտ կոնտրոլ չկա, երբ որ երկրից դուրս ես գալիս, միայն ներս մտնելուց կար, բայց հիմա ասեմ, որ քանի որ արդեն տեխնիկան հասել է այնտեղ, որ քո նկարով կարող են որոշել, դու ես թե չէ, առանց մատնահետքեր եւ նույնիսկ անձնագիրը ստուգելու Այդ նույն բանը կատարվում է հիմա երկրից դուրս գալուց առաջ, արդեն այդ նկարում են քեզ, երբ որ պիտի օդանավ մտնես, եւ դա միանգամից նույնն է ինչ որ boarding pass-ն ես ցույց տալիս, ու քեզ թույլ է տալի որ մտնես, բայց այդ ինֆորմացիան նաեւ պետությունն անում է, ուրիշ խոսքով նրանք գիտեն երբ եկար, երբ գնացիր։ Այն ինչ որ առաջ ինչ որտեղ խաղալու տեղ կար առաջ, հա, այս խոսքս գնում է green card ունեցողների համար, որոնք պետք է երկրում ապրեն, իսկ իրենք green card ունեին, չէին ապրում Ամերիկայի մեծ մասամբ գիտեին, որ դուրս գնալուց չեն ստուգում, ասում են ես տեղ եմ եղել, նոր եմ գնացել գալիս եւ այլպիսի բաներ։ Հիմա այդ խաղերը չես կարող անես, ավելի դժվար ասենք, կարող է ինչ-որ փոքր օդանավակայաններում դեռ այդ տեխնիկան չեն գործածում, բայց մնացած մեծ տեղերում կան։ Այդ էլ ընդհանրապես ասեմ, որ ստուգումների ուժեղացումը բարեբախտաբար չի նշանակում, որ ճանապարհորդների համար դա երկար հերթերի է վերածվելու կամ ավելի դժվարությունների է վերածվելու, ավելի արագ է կատարվում, բայց ավելի լավ ստուգումներ են կատարվում, քան թե առաջ էր այդ point-ը պետք է երևի ասել։ Նույն բանը վերաբերում է ուրեմն աշխատանքային իրավունքի համար, employment authorization, ուրեմն բանուղությունի դեռ առաջ ավելի հեշտ էին տալիս, հիմա ավելի ստուգումներ են լինում, մենք խոսացինք դրա մասին, որ այնտեղ պետք է $100,000 տալ, որպեսզի մի քանի տարով ստանաս այդ աշխատելու իրավունքը, այդ շատ դժվարացրեց, որ նշանակում շատերը չեն կարող այդքան վճարել կամ իրենց հրավիրող company-ն չի վճարի ավելի գերադասին ու գաղափարն է, որ տեղացի վերցնես աշխատանքի ոչ թե դրսից եկողի եւ բայց դա այդ իր բանը ունի։ Այդ H1B վիզայի այս ռեֆորմ կոչված բանը, որ փորձում է չարաշահումները պակասեցնի, հա, եւ այլն, դա իրապես նպատակը դա է, այսինքն աշխատում է։ Նույնը վերաբերում է temporary protected status, որը շատ հայերեն չի այդքան բան անում, բայց այդպիսի կլասի մարդիկ կային, այդ խստացրեցին, պակասացրեցին եւ այլն, դրա համար քանի որ շատ հայերեն չի այս հարցերը չեմ ուզում շատ երկար կանգնեմ այդ հարցի վերաբերյալ։ Բայց ինչա կատարվում։ Այդ ժամկետները, որ տալիս են, առաջ ավելի երկարով են տալիս, հիմա ավելի աշխատանքային ուրեմն վիզայի ժամկետներն եմ ասում, ավելի կարճացրել են, այդ կա, եւ խստացրել են ում ես քաղաքացիություն տալիս, ում չես տալիս, այդ են արել։ Այս ասելուց բացի մի հատ նոր երկու օրենք կա, որ դեռ չի անցել, բայց արդեն հունվարից առաջարկվել է կոնգրեսմենի կողմից, որի մասին շատ են խոսում, մարդիկ դրա մասին լսում են, մի մասը վախենում է արդեն, կարծելով որ արդեն կիրառվում է, բայց իրականում դեռ չի կիրառվում։ Դա մեկը, դա ասեմ քաղաքացիության հարցն է։ Քաղաքացիությունը դե գիտեք, ուրեմն
25-րդ amendment-ը կա սահմանադրության փոփոխությունը, որ կատարվել էր, որ քաղաքացիություն տալի բոլոր Ամերիկայում ծնված մարդկանց automatically։ Այդ մի քիչ պատմական ձևի ասեմ ինչի համար, որտեվ ժամանակ երբ որ 1865 թվականին այդ քաղաքացիական պատերազմը վերջացավ, ուրեմն այդ ստրուկները ազատագրվեցին եւ հարցեր բայ իրենց ստատուսը ինչ ալնելու ստրուկի։ Լավ, ինքը ազատ է, հիմա ինչ։ Ինքը քաղաքացի է թե չէ։ Որպեսզի իրանց ոնց ասեմ, շահագործեն նորից, որովհետև չունեն իրենք, ասենք, քաղաքացիության իրավունք, բա դա ինչ նշանակում, քվեարկելու իրավունք է նշանակում, չէ, առաջին հերթին։ Օրենք անցկացվեց, որ բոլոր Ամերիկայում ծնվածները ստրուկ են եղել կամ չեն եղել, դրանք քաղաքացի են ու վերջ։ Հիմա հասել ենք միտեղ, որ իհարկե խոսքը ստրուկների մասին չի խոսքը, այլ այնա, որ տարբեր երկրներից, լինի դա Չինաստան, Ռուսաստան եւ այլ գալիս են Ամերիկա, Մեքսիկո, երեխա են ունենում, հետո վերադառնում են իրենց երկիր, իմանալով, որ արդեն մի հատ ամերիկացի ունեն, որը երբ ուզենա կարող է գա Ամերիկա, սովորի, ապրի, աշխատի, երբ որ մեծանա, դեռ իրենց էլ բերի Ամերիկա, այսինքն նույնիսկ ծնողներին այսպես բաներ անում են, այսպես շատերը այսպես անում են, հատկապես երկրներում, որտեղ իրավիճակը շատ ստաբիլ չի։ Եվ սա դարձել է արդեն խնդրեմ։ Դարձել այս թվերը մեծ թվեր են խոսում, հսկայական տուրիզմ կա, չէ՞, հղի կանանց ուրեմն scalper tourism գալիս են այդտեղ երեխա ունենում եւ այդ արդեն դարձել է այն աշխարհի, որ նույնիսկ հատուկ տուրիստական բյուրոներ կան այդ գործով զբաղվող, իրանց հյուրանոցները ունեն, իրանց բժիշկները ունեն, այդ հղի կանանց ստուգելու եւ ծննդաբերությանը օգնելու համար եւ այլ, այսպեսի մեծ ինդուստրիա է դարձել այս գործը։ Դրա դեմ ուրեմն այս նոր proposed, այսինքն առաջարկված օրենքը ասում է, որ պետք է քաղաքացիություն ունենալու համար երեխան որ ծնվում Ամերիկայում տարբերակներ կան։ Մեկը որ պետք է ծնողներից մեկը անպայման քաղաքացի լինի, մյուսը կարող է բան լինի, green card ունենա։ Կամ ուրիշ ձևը կա, որ գոնե պետք է բաններ, այնտեղ կա որ ավելի խիստ ավելի կոնկրետ են ասում, ասենք թե որ ով պիտի քաղաքացի լինի, հայրը թե մայրը։ Քանի որ օրենքը դեռ չի անցել, ես չեմ ուզում շատ խորանամ սրա մեջ, ուզում եմ միայն ասեմ, որ այս նոր օրենքները եթե հիմա որ կան, եթե անցնեն, ես խիստ կասկածում եմ որ կանցնեն, որ գործը գնացել է Գերագույն դատարան, Supreme Court-ը պետք է որոշի արդյոք 25-րդ այդ ուրեմն amendment-ը կոնստիտուցիայի կարող են իրենք նոր օրենք անցկացնելով փոփոխության ենթարկել թե չէ։ Բոլորս գիտենք որ պես չի լինում։ Կոնստիտուցիան չես կարող օրենքով փոխել։ Դրա համար պետք է ամբողջ բոլոր նահանգները քվեարկեն եւ 2/3-ով պիտի անցնի, որպեսզի կոնստիտուցիան կարողանաս փոխես։ Մի հատ օրենք դնելով չի լինի։ Մատը ինչի են Տրամպի մարտիկ սես բաներ դնում աստված գիտի, բայց անում են։ Եվ բայց այս գործը գնացել է արդեն Գերագույն դատարան, որպեսզի տեսնեն թե ինչ կարող է պատահի ինչ որ ինտերպրետացիայի հարց լինի, կարողանան տակից մի բան անցկացնել։ Բայց դրա մասում սա արագ բան չի, բայց այս տրամադրությունները կան եւ սա վրա լուրջ աշխատանք է գնում, չմոռանանք որ Տրամպը դեռ 3 տարի էլ ունի, հա, այս մի բանը հասցնելու իր ավարտին։ Եվ եթե սա լինի, դա հսկայական փոփոխություն է մտցնելու այն բանի մասին, ով կարող է ամերիկյան ծնված որ երեխան քաղաքացիության իրավունք ունի, որը չէ։ Այլևս չես կարող գալ այստեղ տուրիստ երեխա ունենալ, հետո ասել որ ես այստեղ քաղաքացի ունեմ։ Այս է գաղափարը։ Երկրորդ մասը, որ ավելի հետաքրքիր է, դա երկքաղաքացիության հետ կապված ուրեմն օրենքն է, էլի որ դեռ չի անցել, նորից զգուշացնում եմ, պանիկայի բան չկա, բայց սա ավելի լուրջ հարց է։ Ինչի մասին ենք խոսում։ Եթե ունես դու երկու քաղաքացիություն, երկու կամ ավելի Միացյալ Նահանգների քաղաքացիությունից բացի ուրիշ որևէ բան, արդեն դու ունես 1 տարի, որպեսզի հրաժարվես քո այդ երկրորդ կամ երրորդ ոչ ամերիկյան քաղաքացիություններից։ Եթե չես հրաժարվում, դու կորցնում ես քո ամերիկյան քաղաքացիությունը։ Իսկ նրանք, որոնք հիմա ունեն միայն ամերիկյան քաղաքացիություն, բայց ինչ որ ժամանակ,
որոշում են երկրորդն էլ ձեռք բերեն, իրենք օտոմատիկլի կորցնում են ամերիկյան։ Սա շատ հետաքրքիր բան է տալիս, խնդիրներ է առաջացնում։ Ես ինչի եմ կարծում նորից պեսիմիզմով եմ մի քիչ մոտենում սրա, որովհետև դուք պատկերացրեք, որ ինչքան մարդ կա, որ երկու քաղաքացիություն ունեն, հենց ամբողջ շատ հրեաներ օրինակ Ամերիկայում ունեն նաև Իսրայելի քաղաքացիություն։ Ինչպես հիմա այս օրենքը իրենց համար բացառություն չի ստեղծել։ Եվ դա ինչ է նշանակում, այդքան մարդիկ գնաս ասես, որ ուրեմն հրաժարվի Իսրայելի քաղաքացիությունից, այստեղ այդքան հայերի հարցը չի, որ ունեն, ասենք, նաև ուրիշ, բայց շատերը ունեն հայերից, որ ունեն նաև Հայաստանի քաղաքացիություն, եւ կամ Ռուսաստանի քաղաքացիություն, եւ կամ Պարսկաստանի եւ այլ։ Եվ եթե սա իսկապես այս օրենքը անցավ, դա հսկայական բան է ստեղծել, դժվարություններ է ստեղծելու այդ մարդկանց համար, որտեղ որոշում կայացնեք դուք որից է հրաժարվելու, հա, այնտեղ շատերը կան, որ կասեն ես արդեն թոշակի եմ գնացել, ինձ պետք չի ամերիկյանը օրինակի համար, կամ հակառակը կարող ասի, որ չէ, բոլոր դեպքերում ես այդտեղ եմ ապրում եւ ինձ համար շատ ավելի կարեւոր է այստեղի քաղաքացիություն ունենամ, որտեղ եթե չունես քաղաքացիություն ամերիկյանը ձեռքից տվեցիր, ո՞նց ես ապրելու Ամերիկայում։ Քեզ ոչ մի դեպքում այստեղ ուրեմն մեկը չի շուր գա ասի, որ հիմա դե green card եմ տալիս քեզ։ Դու հրաժարվեցիր ամերիկյանից կամ ոչինչ չարեցիր եւ այդ մի տարվա ժամկետը ուրեմն սպառվեց, դու օտոմատիկլի չէ, այդպես չի, green card չես ստանում այդտեղ եւ չես կարող ապրել։ Այսինքն եւ գնալ գալը նշանակում է նորից վիզաներ եւ այլ, հա, այս խնդիրները առաջանում են։ Նույնիսկ շատերը, որ իրենց շատ տարբերություն չի անում, բայց ընտանիքներ ունեն, երեխաներ, թոռներ եւ այլ, որոնց մոտ լինելը կամ որոնց այցելելը շատ կարեւոր հանգամանք է իրենց համար։ Սա իրապես ավելի մեծ խնդիրներ է առաջացնում, եթե անցնի։ Բայց շարժում կա սրա վերաբերյալ, շատերն են սրա մասին, սկզբում ահագին խոսակցություն գնաց, հիմա մի քիչ սուսպուս են նստել, բայց այդ օրենքը ոչ մտեղ չի գնացել, դրա մասին, այսինքն այդ proposal-ը, օրենքի առաջադրումը դեռ չի վերացել, եւ կամ պիտի վերջո վազնացնել այդ ով որ առաջարկել ասի լավ ինչ ուզում եք արեք, ես չեմ այլևս դրան հետապնդելու, կամ պիտի անցնել ինչ որ փոփոխված ձևերով։ Փոփոխված ձևերի մասին ասեմ, որ շատ է լինում այդպեսի բան, որովհետև կոմպրոմիսի են գնում, այնտեղ տարբեր interest groups, հա, հետաքրքրված կողմեր կա, որ ասում են, չէ, ես չենք ուզում, մենք ուզում, փոխից տենց արա, որ անցնի, թե չէ ես չեմ քվեարկի եւ այլն։ Ուրիշ խոսքով վերջնական տեսքը միջև վերջ པարզ չի լինում։ Քվեարկության օրը կարող է այդ միջև վերջ པարզ չլինի, թե որ կետեր օրենքի կարող անցնեն, կարող է չանցնեն, հա։ Բայց այս տրամադրությունը կա։ Եվ հիմնական նորից խնդիրներից մեկը է, որ երկքաղաքացիությունը դա երկրի նման նկատմամբ ունեցած անգլերեն loyalty բառն է, այսինքն հավատարմության հարց առաջացնում։ Դու որ երկին ես քեզ քորը համարում եւ որին ես դու հավատարիմ, որի համար ես ծառայում եւ այլն եւ այլն։ Եվ այդ խնդիրները շատ նկատվեցին, որ ամերիկյան քաղաքացիություն ունեցող մարդիկ ոչ թե միայն naturalized, այսինքն ինքը դրսից եկել է եւ ստացել է ամերիկյան քաղաքացիություն, բայց իր ասում են սիրտը դեռ իր հայրենիքում է, հա, նախ որտեղ ծնվել է ինքը։ Այլ նրանց, որոնք ստեղ են ծնվել, բայց ստացել են երկրորդը, նորից Իսրայելի դեպքի մասին շատերը գիտեն, նույն բանը կատարվում է Ռուսաստանի երեաների համար, այդ խնդիրը կա եւ Ամերիկայի եւ մնացած տեղերի։ Ես դրա համար եմ կարծում, նորից շատ չեմ կարծում այս օրենքը այդ ձևով ոնց որ դրված անցնի, կամ ընդհանրապես անցնի, որտեղ պարզապես շատ մարդկանց է կապնում։ Բայց այդ տրամադրությունը կա, ինչ որ ձևով ինչ որ բան լինելու է։ Այդքանը պարզ է, որ SS չեն կարող թողնել, այսպես շարունակվի։ Եվ սա հենց խոսում ենք մագայի մարդկանց մասին, հա, ասում ես, բոլորը կարող են հարցնել, բա դա անցնի հենց Տրամպ առաջի հերթին իր կնոջ մասին խոսակ, կամ իր առաջի եւ երրորդ կանայք էլ դրսից են եկել, ծնվել են Արևելյան Եվրոպայում, հա, եւ ինչ պայմաններով են դարձել քաղաքացի, դա արդեն տարբեր հարցեր են, եւ նրանց ծնողները գալիս գնում են, նրանք ինչպես են դարձել, դա արդյոք պիտի հիմա գնաս Մելանիային ասես, հա, Տրամպին, որ դու քո քաղաքացիությունը եթե ունի Սլովենիայի, պետք է դրանից վազնացնես, կամ քո ծնողները որոնք ամերիկյան քաղաքացի են դարձել, պետք է հիմա իրենք հրաժարվեն իրենց այն մյուս քաղաքացիությունից ու չկարողանան հետ գնալ իրենց երկիրը եւ այլ, այսպես խնդիրներ առաջանում, որ ես դա եմ ասում, որ սա այն բաների դեպքում է, որ
Տրամպը շատ չի շտապելու այսպիսի օրենք ստորագրի, հա, մինչև ստորագրի իհարկե օրենքը չի անցնի։ Իսկ իրանից հետո եթե հանգարց դեմոկրատները եկան ընդհանրապես էսի խնդիրը էս հարցը կմոռանան, այնց որ էս էլ բան չի։ Այսքան ընդհանրապես ասեմ միայն proposed, այսպես ասած, գոյություն օրենքների մասին, որոնք նստած են կոնգրեսում, բայց դեռ չեն անցել, օրենք չեն դարձել։ Ուրիշ բան չկա, բացի ասեմ, որ նորից եթե դուք հարցեր տրվել ինձ գրին քարտերի մասին, այդ գրին քարտերը բացել փակելու հարց չկա այստեղ, գրին քարտերը ուղղակի ավելի երկարատևում այդ գործերը անել, քան թե առաջ էր տևում, որտեղ ավելի շատ ստուգումներ են անում եւ պատկերացրեք, որ մարդիկ, որ առաջ օրինակի համար տարիներով գրին քարտով ապրում էին Ամերիկայում, սկի չէին փորձում նույնիսկ քաղաքացի դառնալ, որտեղ իրենց քաղաքացիությունը հեչ պետք չէր, ոչ պետական աշխատանք էին իրենք ձգտում ունենալ, ոչ իրենց ճամփորդելու համար պետք էր ամերիկյան պասպորտը, որտեղ իրենց պասպորտը շատ լավ էլ ամենտեղ անցնում էր, եւ այլ, այսինքն շատերը կամ ոչ չէին էլ փորձել։ Հիմա սկսեցին շատերը հասկանալ, որ չէ, լավ չի լինում այսպես, ավելի լավ է դիմենք։ Ասացել են, որ application-ների թիվը մեծացել է, դրա հետ միասին գրին քարտի վրա աշխատողների թիվն հարաբերապես պակասել է, ասենց ասենք, բայց նաև երկար ստուգումներ, ավելի պահանջները, որ պիտի կատարվեն, որ դու ստեղ պիտի ապրես, անպայման պիտի այդ ստուգեն, ցույց տաս, որ դու իրապես Ամերիկայում ես ապրում եւ ոչ թե գրին քարտը միայն առել ես, որպեսզի գազ գնաս, երբ ուզում ես առանց վիզա վերցնելու։ Խոսքով էսպիսի բաներ։ Կա the Dignity Act էլի կա տենց մի բան, որը էլի նորից առաջարկված օրենք է, որ ասում է, որ պետք է 10 տարի տևի, չէ՞ դու հասնես ինչ որ մեկը դառնա օրինակ քաղաքացի առնվազն։ Այն դեպքում որ հիմա 5 տարի է, չէ՞, հիմա այդպես բաների մասին են խոսում, որ նորից ժամանակին կտեսնենք ավելի մանրամասն խոսանք։ Այսօր ես կանեմ Վարդան Վարդանյան Vivi Talks